Դուք հայրն եք, չէ՞, Նարեկ Սարգսյանի։ Ինչի համար եք այստեղ այսօր պահանջով, այսինքն պահանջ արդեն հասկացել ենք, արդար դատավարություն եք պահանջում, ձեր կարծիքով այստեղ գտնվելով դրան կհասնեք կամ այդ նամակը փոխանցելով։ Հա, էլ ուրիշ մենք որտեղ ունենք գնալու, որ ասենք արդարությունը պահանջենք, ուրիշ որտեղ ունենք գնալու։ Եթե իհարկե այստեղ չի, ուրիշ որտեղ եք ու ասեք ինչ որտեղ։ Դատարանում եք եղել։ Այո, ես դատարանում եմ եղել։ Ձեր բարեկամներից։ Այո։ Հա ինքը սովորականի պես բարբերաբար էր գալիս դատարան, դատերի։ Այդ օր ինքը ոտքի կանգնեց ու այդ հայտարարությունը արեց ու սաղս ընկանք շոկի մեջ։ Ես սպասում եմ մեր կառավարությունից, մեր օրենսդիրից, որ ասենք պահանջենք, որ ինչի համար այդ արտահայտությունը արվավ, էլի ասենք։ Չիմանանք, ասենք, թող տանեն, ասենք, այդ տղու, ասենք, ատեկվատությունը մետ հոգեբուժարանա, որտեղ է, ինչ է, կարող իրոք գիժ է, ինքը էլ գիժ բան ասես, կարող է իրականությունն է, մի մեկ, չիմանանք որն է իրականությունը։ Չիմանանք, հարգելիս։ Մենք էլ մի եկել ենք, որ մեր օրենքը, մեր վերջի հույսը է, որ պահանջենք արդար դատաքննություն է դա։ Ու պլյուս դրան էլ 3 տարի իմ տղեն այսօր գտնվում է անազատության մեջ, անհիմն ինչ-որ բանով։ Սպանություն, կնոջ սպանություն, всё, ու ոչ մի բան չկա դե, ոչ, ասենք, օրենքի ոչ մի ձևով իմ տղու վրա բան չկա։ Դուք եք հաստատում, որ անմեղ է։ 100% ես հաստատում եմ, որ իմ որդին անմեղ է։ Ինչ ես կանոնակ գործը ցկցկվում, դա որտեղ փաստաբան նշեց փաստական տվյալների բացակայություններ, կարողանակ մատնայել, չկա, բան չկա։ Ոնց չկա։ Մատնայել ոնց։ Այո, ոչ մի բան չկա։ Ոչ մի բան չկա։ Որովհետև ինքը բարձրաշան պաշտոնյա է եղել, տղան այսօրվա դրությամբ նորից բարձրաշան պաշտոնյա է, պեկում 7 թե 8 ոլորտի պետ է, պարզավոր ում ուզենան իրանց անձամբ Աբրամյան ավետիքի ու անձամբ Աբրամյան վարազդատի սրտով ով որ չգնաց, այնպես բան կանե, որ կետա դա միջև ցմա։ Այդ հնարավորությունը ինքը ունի։ Դրա հետևանքով այս։ Այո։ Հա? Այո, կարած գործ եմ համարում։ Ինչ եք պատրաստվում, դուք եք մանեք այդ տղային, դուք անձամբ հասկանալու համար ինչի համար արվել հայտարարությունը թե։ Հա, բայց չհասկանանք, ասենք իմի այսօրվա դրությամբ, ասենք դու մի հատ հասարակ անցորդ եք, ոչ լրագրող եք, ոչ էլ հասարակ անցորդ եք, հարցնում եք, ասենք քեզ չի հետաքրքրում, որ մի հոգուն 3 տարի պահում են անազատության մեջ, մի հոգին դատարանի նիստերի դահլիճից վեր կանում է, կանգնում է այդ հայտարարությունը անում, քու մոտ ինչ որ բան չի առաջանում, ինչ որ բան չեք ուզում իմանաք այդ հարցով։ Որ այս ոչ հարազատ եք, ոչ պրոստը Հայաստանի քաղաքացի եք, այրունով հայ եք։ Դատավորը, որ դռնով, որ դատավորը ելքում մուտք անում, այդ դռնով գնաց։